No, չկռվեք կամ այ հիմա կռվեք։ Ես նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանն եմ իմ սենյակից հանել, երբ որ ուզում էր ծխի։ Այն ժամանակ վարչապետ չէր, մեր ընկեր Նիկոլն էր։ Հայկական ժամանակը քաղաքականություն էր ստեղծում։ Այդ լինում էր, որ վիճում եք, պարոն Նազարյան։ Բարսելոնայի երկրպագուները դրանք թույլ մարդիկ են։ Դա իմ կյանքի ամենամեծ թյուրիմացությունն ա եղել։ Այս տեսակը պետք է վերանա։ Կրկեսն է, թող տանեն Կալուգայում դնեն։ Ցավոք սրտի միշտ չէ որ լսում էին Ռոբերտ Քոչարյանին։ Քաղաքականության մենք հաճախ փնտրում ենք անկեղծություն, բայց ստանում ենք երկար պատասխաններ։ Այսօր կփորձենք լինել առանց ֆիլտրի եւ ստանալ անկեղծ պատասխաններ ազգային ժողովի պատգամավոր անկուսակցական Գեգամ Նազարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Նազարյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Պարոն Նազարյան, մեր ֆորմատը բաղկացած է 3 հատվածից՝ անցյալից, նախասիրություններից եւ ներկայից։ Մենք կսկսենք անցյալից։ Շատ քչերը գիտեն, որ դուք մասնագիտությամբ մանկավարժ եք, ամենայն հավանականությամբ եւ պատմության եւ աշխարհագրության մասնագետ, որտեղ ավարտել եք պատմաաշխարհագրական ֆակուլտետը։ Ինչու ընտրեցիք հենց այս ֆակուլտետը եւ ինչ որ этап աշխատել եք որպես մանկավարժ։ Նախասիրությունս աշխարհագրությունն դա է պատճառը, երկրորդ մանկավարժ աշխատել եմ պրակտիկա վերջին կուրսում եւ բացի այդ 2000 թվականին 2000-2001 թվականներին մեր շենքի արևանությամբ գտնվող դպրոցում աշխարհագրության ուսուցիչը դուրս էր եկել եւ իրանք խնդիր ունեին եւ իմ հարևանուհին, որ դպրոցում էր աշխատում, ինձ խնդրեց գոնե որոշ չափով աջակցել եւ ես համաձայնվեցի, բայց այնպես որ առավոտյան ժամեր լինի, որ հետո գնամ աշխատանքի արդեն խմբագրությունում, այդ 2 տարին աշխատել եմ, աշխատավարձը բավական բարձր էր, ասեմ, լավ հիշում եմ, որ աշխատավարձս 3000 դրամ էր։ Այո, առանց չափազանցության 3000 դրամ էր, ես երբեք այդ գումարը չստացա, բայց հարևանուհին իմ տեղը ստանում էր, բերում էր տուն եւ տալիս էր մորս այդ գումարը։ Մայրս միշտ ասում էր, ես փողը ամենալավ փողն է, կոմունալները այս փողով են գնում։ Ինչի են բանում, որ մարդիկ իմանան, որ 2000-ականների սկզբին եւ փողն էր քիչ, բայց կոմունալներն 3000 դրամով վճարում դուրս էին գալի։ Իսկ հիմա կաշխատեք, պարոն Նազարյան, որպես մանկավարժ։ Գիտեք, ֆանտազիայի մեջ, տեսության մեջ այո, բայց եթե իմ պատկերացրած լսարանը լինի, աշակերտները լինեն։ Եթե իրական այս աշակերտներն ու լսարանը դպրոցը իհարկե ոչ։ Այսինքն առաջին этаպին, որ մտել եք դպրոց, հաճույք եք ստացել այդ աշխատանքից, աշակերտներ։ Եթե հաճույք չստանա, ես չէի գնա։ Ես ինչի համար բայել պիտի գնա, ինձ շատ հետաքրքիր էր երեխեքին ձևի են, ինչ են մտածում, դա ագին օգնում էր, գործում էր նաև։ Ես հիմա էլ եմ սիրում երեխեքի հետ շատ եմ շփվում, երբ որ ասենք լինում է որ ստիպված, ասենք չես կարող բացակայել հարսանիք են հրավիրում, ես այնտեղ նստած չեմ մնում, ես երեխեք եմ գտնում եւ դուրսը այդ երեխեքի հետ շփվում եմ։ Ինձ թվում է, ովքեր քաղաքականության մեջ են, իրանք բոլորը գիտեն, նոր սերունդը քչերը գիտեն, որ դուք եղել եք վաղուց եք լրագրության մեջ, համ եղել եք միջազգային նորությունների խմբագիր, գլխավոր խմբագիր եք եղել, հոդվածներ եք գրել 90-ականների կեսերից, ինչպես եղավ որ մտակ լրագրություն եւ բավականին երկար ժամանակ եղել եք լրագրության մեջ։ Առաջին հոդվածս, որ գրել եմ, տպագրվել է Հայք թերթում 1989 թվականի երևի դեկտեմբեր ամսին, եթե չեմ սխալվում։ Էլի քաղաքական լրագրություն, պարոն Նազարյան։ Ասում եմ մի հոդված էի գրել եւ ուղարկել էի Հայքի խմբագրություն։ Ժամանակ Հայքը ամենահայտնի, ճանաչված ամենաթերթն էր։ Եվ ես նամակ եմ գրել, հոդվածը դրել եմ ծրարի մեջ, ուղարկել եմ խմբագրություն։ Ու մի օր բացում եմ թերթը ու տպագրած իմ հոդվածը ու
ես այդ միջև հիմա այդ զգացողությունը պահել եմ ինչ զգացի ես 18 տարեկան մի քիչ 18-ից բարձր 18.5 երբ որ իմ սիրելի թերթում տպագրված է իմ հոդվածը աննկարագրելի զգացողություն էր հետո զանգեց խմբագիրը Սամվել Գևորգյանը ասեց խնդրում եմ եկեք ձեր հոնորարը ստացեք ես էլ այսպես sense ասում եմ հոնորարը փոխանցեք գթություն բարեգործական ընկերությանը ասում եմ լուսահոգի Սամվել Գևորգյանը ասեց տղա ջան բեր քո առաջինն է վերցրու երկրորդը արդեն ում կուզես կփոխանցես ու ես պատկերացնում եմ որ երևի մի ռուբլի տան 3 ռուբլի էլի այդ հոնորարը չէի պատկերացնում բայց պարզվեց 40 ռուբլի էր այն ժամանակ հիմիկվա գներով ասենք մոտավոր եթե դու ստանայր գնողունակությամբ եմ ասում 40 ռուբլին հիմիկվա համեմատ ոնց որ մի 30-35 հազար դրամ գուցե նաև ավել չէ սխալ ասեցի 50-55 հազար Գիտեմ որ մանկավարժները մոտ 200 ռուբլի են ստացել չէ ճիշտ եմ ես չգիտեմ ճիշտն ասած ընտանիքում մանկավարժ չենք ունեցել ես մանկավարժների աշխատավարձը չեմ ես կարող եմ բժիշկների աշխատավարձը ասեմ ինժեներների աշխատավարձը կարող եմ ասել ինչքան էր բայց բան ու այսպես sense սկսեցի թղթակցել հայքին այս համ ուսանող էի համ գրում էի տարբեր բաներ ու ոնց մտա լրագրից երբեք չէի մտածում որ ես պետքա երբ որ արդեն ես 94-95-ին մեր զինված ուժերում ծառայել եմ հակաօդային պաշտպանությունում երբ որ վերադարձա դե արդեն պետքա աշխատեմ եւ դե գնում եմ իմ ընկերների մոտ իմ ընկերներն էլ ճիշտ է ես փոքր էի բայց արդեն բավական հետաքրքիր ընկերներ ունեի ասենք Ղարաբաղ կոմիտեի բոլոր անդամները եւ ում պետք է դիմեմ գնում եմ Հրշի շենք Բաղրամյան փողոցում տեխնիկայի տուններ որ տեսնեմ ինչ են առաջարկում ինչ խորհուրդ կտան վարչության նիստ էր եւ Ալեքսան Հակոբյանը մի պա դուրս եկավ անհրաժեշտ գործերով որ գնա տեսավ ինձ եկել ես արդեն այսպես փաթաթվեցինք բան մենք պետքա մտածենք ես արդեն պետքա աշխատեմ ինչ անեմ ասեց լավ sense կանենք գնա Հայք Ալեքսանը մի պա Հայքի խմբագիր կար ժամանակ եղել էր ինձ այնտեղից հիշում էր որ ես Հայքում նյութեր է տալիս ասեց արի ժամանակավոր գնա Հայք այնտեղ կարիքը կա քոնոման երիտասարդների աշխատողների չգիտեմ ինչ որ ձևակերպում տվեց էսա մաքսայինում լավ գործ է բացվելու հենց լինի մենք կզանգենք դու կգաս մաքսային որպես երևի նյութապես ավելի հետաքրքիր գործ ես գնացի Հայք աշխատեցի մի 3 թե 4 ամիս հետո զանգեցին ասեցին բա արդեն կարող ես գաս մաքսային չգիտեմ ինչ-որ հետաքրքիր բաներ են ասում ասի չէ կներեք ես մնում եմ ոնց թե մնում ես ասում եմ չէ մնում եմ ինձ դուրը գալիս հա չէ ու դից մնացի ժամանակավոր ավերժության մեջ մնացի Պարոն Նազարյան ոնց էր ստացվել որ ընկերություն էի կարել Ղարաբաղ կոմիտեի անդամների դե ես ինքս շատ ակտիվ եմ եղել աննկատ ակտիվիստ հա շատ ես ասենք երբեք չեմ սիրել առաջին ինչ որ նպատակ չեմ ունեցել որ դա իմ անձնականին ծառայեցնեմ ես իմ համեստ լուման 18 տարեկան ոնց կարաս ներդնես 19 ու բոլորի հետ ասենք մտերմություն առաջացավ Գիտեք ինչն է հետաքրքիր որովհետև այն ժամանակ գործիքները քիչ էին եթեր հեռուստատեսություն ամեն ինչ դրա համար հանգիստ կարող էր աննկատ մնալ օգնել լինել առաջին գծում այդ խոհանոցին ամբողջովին ծանոթ լինել այնպես հետաքրքիր դերվագներ շատ հիշում եմ մի օր որ 90 տարեկան դառնամ այդ կգրեմ այդ հետաքրքիր բաները որովհետև հետաքրքիր բաներ են հետո եկող սերունդներին կհետաքրքրի ով ինչ էր այսպես որ ասում
1988 թվականի փետրվարի 21-ին մասնակցեցի հանրահավաքին, 20-ին եղել էր, հետո հաջորդ օրն էր, ես հետո 20-ին չէի եղել, 21-ին եկա մտա ու մտա, ես նույնիսկ 88 թվի ընդունելության քննությունը ես դիտավորյալ այնքան վատ գրեցի թելադրությունը, որ չընդունվեմ։ Ես ինքս ինձ որոշել էի, որ ես այս վճռական պահին ինչ սովորել, ինչ բան պետք է ազատ լինեմ սովորելուց, ես մեկը չկար որ գլխիկ, որովհետև ես ինձ մեջ էի, բան չէի, իսկ ոչ ծանողներիս հետ, ոչ չգիտեմ ինչ-որ մեկի հետ, որ ասեն դե կարող ես համ սովորել, համ էլ ակտիվ պայքարել ու ասենք տանը զարմացած են էլի, ես ոնց կարամ թելադրությունից 2 ստանամ, հայրս գնացել էր բողոքարկել էր, եկավ տուն, լավ հիշում եմ դեմ կասեց տղա ջան, ոնց ես հաջողացրել 63 սխալ անել, ինչքան հնարավոր է սխալ անել, արել էի, բայց գիտեք ոչինչի համար չեմ փոշմանում, նույնիսկ այդ որոշման համար չեմ փոշմանում, այդ օրը ես որ քննություն էի տալիս, հուլիսի 18-ն էր, ես լավ եք հիշում բանը։ Հա, 88 թվականի հուլիսի 18-ն էր ու իմ ուշք ու միտքը վատ գրելն էր ու գնամ շարժմանը մասնակցել։ շարժմանը, որովհետև պետքա մենք հետևեինք այդ օրը ԽՍՀՄ գերագույն խորհրդում լսվում էր Արցախի հարցը, Ղարաբաղի հարցը։ Այն ժամանակ Արցախ դեռ չէինք ասում, ոնց որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը Մոսկվայում քննարկվում, մենք միամիտ մարդիկ մտածում ենք այդ օրը կարող որոշում կայացնեն Արցախը տեղափոխեն Հայաստանի Խորհրդային Հանրապետություն։ Բոլորը դրանով էին ապրում էլի այդ փոստը։ Ինձ թվում է ոչ բոլորը։ Հա, ակտիվ մասան լավ։ Իհարկե, էս է եղել։ Պարոն Ազարյան, դուք աշխատել եք մի քանի խմբագրությունում, արդեն պարզ է դառնում, նաև մենք գիտենք, որ աշխատել եք հայկական ժամանակում, վարչապետի հետ եք աշխատել։ Լինում Այն ժամանակ վարչապետ չէր, ժամանակ մեր ընկեր Նիկոլն էր, բայց վարչապետի հետ չէինք աշխատում։ Դուք այնտեղ անում եք միջազգային լուրերի, դուք միջազգային լուրերի խմբագիրն եք։ Լինում էր որ վիճում եք, պարոն Ազարյան։ Լինում էր քիչ, բայց ոչ միջազգային լուրերի հետ կապված այլ հարցերի շուրջ, անդադ ասենք շատ հաճախ վիճում էինք։ Իսկ ես էլ եմ սիրում վիճել, ինքն էլ է սիրում վիճել։ Հետաքրքիր էր ասում։ Հա, հետաքրքիր, ասենք վիճում էինք նույնիսկ այս ձևով է ճիշտ գրել հոդվածը, թե այս մի ձևով է ճիշտ գրել ու այլ հարցերով։ Ձեզ էլի են հարցրել, պարոն Ազարյան, բայց մի հատ էլ ես հարցնեմ, հետաքրքիր էր աշխատելը, մեկ էլ ինչ գիծ կառուցնացնեիք այդ ժամանակ վարչապետի աշխատանքի մեջ որպես խմբագիր։ Չէ, հետաքրքիր էր, որ հետաքրքիր չլներ չէինք աշխատի։ Այդ այն ժամանակվա թիվ 1 թերթն էր իր տպակ քանակով, ասենց ասեմ, հայկական ժամանակը քաղաքականություն էր ստեղծում այն ժամանակ։ Քաղաքական օրակարգ էր թելադրում։ Այ մեր թիմը քաղաքական օրակարգ էր թելադրում։ Ուզում էինք, թելադրում էինք։ Դուք միջազգայինի խմբագիրներ, բայց ներքաղաքական հարցերին խառնվում եք, բան։ Խառնվում էի, հա, շատ է, ոնց կարաս չխառնվես, շատ ակտիվ խառնվում է, չէր որ մի անգամ էլի տենց երևի վեճի թեմա այդ օրը չկար, մի հատ էլի վեճ գտանք, Նիկոլը ասում է, դե տենց ոնց կլինի, դու քո գործը շուտ անում ես, գնում ես, մենք մինչև գիշերը 1-ը տանջվում ենք, ասում եմ, դե հիմա ես ինչ անեմ, եթե ես շուտ եմ ավարտում գործս, գնում եմ, ու սենց բան, ասում է, չէ, դե աշխարհում էլի բաներ կարա լինի, ասում եմ, աշխարհը գնդաձև է, քանի ժամային գոտիկա չէ, ես անդադ պետք է աշխատեմ ուրեմն, Արգենտինայում լույսը բացվեց, հետո Ճապոնիայում լույսը բացվեց, հետո Չինաստանում, հետո Հնդկաստանում, ես պիտի 24 ժամ աշխատեմ, հետո բան արեցինք, ասեցի դու էլ կարող ես նենց անել, որ խմբագրության աշխատանքը ոչ թե 1-ին գիշերվա 2-ին ավարտվի, այլ ժամը 8-ին թերթը արդեն կարող փակեք, որովհետև Հայաստան բոլոր իրադարձությունները, եթե չգիտեմ ինչ չէր լինում,
առավոտը այն ժամանակ ասուլիսների կուլտուրա կար, ասենք նախարարներ կամ քաղաքական գործիչներ ասուլիսները տալիս են ամենաուշը ժամը 1-ին։ Հարցազրույցներ լրագրողներ անում էին մինչև ժամը 2-ը։ Ասում եմ, բա էլ դրանից հետո ինչ, ասենք երկարացնել փոխել, կարելի է շատ շուտ ամփոփել, տանել։ Ու մի օր բան արեց, ասեց դե այդ օրը դու ես խմբագիրը, եթե կարաս, ու ես բան չեմ ասում, ու արեցինք, իհարկե մի քանիսը կային ուզում էին դիմադրեին, որ չանային, որովհետև մարդիկ կան չեն սիրում տուն գնալ։ Հա, տենց կան մարդիկ, որ իրանց հաճելի է ավելի շատ խմբագրություն մնան, իրանք փորձում էին ձգձգել, բայց ես կարողացա ժամը 10-ներ թե 10:30 ավարտեցինք, հետո ինքը մի քանի օր ուզում էր այդ ռեժիմը պահել, բայց ներքին դիմադրությունը հաղթեց ու նորից անցան 2-ին 3-ին, էլի։ Հիմա հայտի մարդիկ են, ովքեր ուզում են մնային։ Այո, բոլորը հայկական ժամանակում անհայտ մարդիկ կա, բոլորն էլ հայտնի են։ Շատ լավ, պարոն Ազան, նոր դուք ձեր խոսքում ասացիք, որ ասուլիսները սկսում էր վաղ։ Նախկին լրագրության մեջ աշխատանքի ձևը եւ բովանդակությունը կարող ենք ասել, ինչ որ շատ տարբեր էր։ Հիմա մի քիչ փոխվել է, որտեղ գործիքները մի քիչ ինձ հետաքրքիր ինչ տարբերություններ կֆիքսեք են։ Տարբեր է, այն ժամանակ լուրջ լրագրություն էր, դասական իմաստով, դասական կանոններով։ Որն է դասական լրագրությունը, պարոն Ազան, որ այսօր չեք տեսնում։ Էության մեջ մտնել, խնդրի մեջ մտնել, փորձել վերլուծել, փորձել հարցազրույց, եթե գնում ես անես, պատրաստվես թեմատիկ առումով, որ կարողանաս ճիշտ հարցեր տալ, եւ երբ որ նախարարն կամ քաղաքական գործիչն է պատասխանում, դու հասկանաս ինքը ինչ ասում, այդ ըստ բովանդակության։ Այն ժամանակ այսպիսի հարցեր չկան։ Ինչու եք այսքան դրամանոց ժամացույց կապում, ինչու եք էս անում, գնում էր նախարարին ըստ գործ իր ոլորտի վերաբերյալ էր հարց տալի։ Հա, բովանդակայիններ։ Հա, հիմա ավելի շատ սկանդալի հետևից են, ասում են գնանք մի հատ հարց տանք, ինքը կներվայնանա, կնկարենք, կլացացնենք ու կգանք։ Չէ, անհամեմատ հիմա լրիվ ուրիշ իրավիճակ։ Իսկ ինչ անենք, որ փոխենք, պարոն Ազան։ Ինչա պետք է անենք։ Դուք տերերը պետք է փոխեն, սեփականատերերը, լրատվամիջոցների սեփականատերերը պետք է այլ խնդիր դնեն, ու հետո լրատվամիջոցներն է պետք է բլոգերների հետևից չվազեն, որ բլոգերների, ասենք բլոգերները իրանց հետույքը մերկացնում են, իրանց նկարում են, որ շատ լայք կամ դիտում հավաքեն։ Հիմա լրատվամիջոցները միշ նստենք տկլոր հարցազրույց։ Բայց դիտումի հարցը միշտ է եղել է, պարոն Ազան։ Օրինակ, երբ որ դուք աշխատում եք էլի այդ թերթերում, դուք պետք է գրեք այնց բան, որ հասարակությունը կարդար, չէ՞։ Հաճախ նաև արել եք այնց բան, որ կոպիտ ասած գրգռեք հասարակությանը կամ, չգիտեմ, հետաքրքրացնեք, որը որ կդառնա տենդենս։ Հա, բայց սուտ բաներ չենք գրում։ Մենք ընտանիք չէինք մտնում։ Հա, կար բաներ։ Հա, չէ, իհարկե գծեր կան, որում քաղաքական դաշտներ էր այդպես։ Իրար ինչ ասես կարող են ասել, բայց ընտանիքի անդամին, երեխային թիրախավոր էր։ Ես այսօր նայում եմ իրանց քաղաքական գործիչ համարող եղկելի մի քանի անձնավորություններ կան, որ ասենք կին քաղաքական գործչին վիրավորելու համար ասում են արտաքին տեսքին, հələ սրա տեսքին նայեք, այնքան գեշավոր, սենց ու ինքը դրանից հետո դուրս է գալի փողոց, լրագրողներն ասում են, պարոն Էսիջան, ինչ կարծում, ո՞նց կարաք դուք հարց տաք մեկին, որը կնոջ գեղեցկությունը դարձնում է սենց ծաղրի առարկա։ Շատ նեղություն այդ մարդուն լավագույն դեպքում պետքա մի հատ քացով հետևին տաս, գցես աղբի մեջ գնաս առաջ։ Այդ արժե համակարգերը մենք կորցրել ենք։ Մենք ամեն օր առավոտը ժամը 10-ին, թե 11-ին, արդեն չեմ էլ կարող հիշեմ 10-ին էինք հավաքում, 11-ին ժողով էինք անում, խմբագրությունում, ով ինչ պետք է անի, լավա որ էս բանը ընդհանուր քննարկում էինք, հա դու ինչ ունես անելու այսօր, ասենց ոնց որ մտքին բերում էր, հետաքրքիր բաներ է ստացվում։ Պարոն Ազանգան, քաղաքական գործունեությանը Երբ որոշեցիք զբաղվել քաղաքականությամբ, բայց ամենահետաքրքիրը իմ համար էր, նախ շատ քիչ ինֆորմացիա էի նախկինից կարում ստանալ, չէի կարում
տեսնել ինֆորմացիա թե նախինում որտեղ եք որ կուսակցությանն եք անդամակցել, ինչ քաղաքական հայացքներ եք ունեցել, բայց մի երկու տենց կարճ ինֆորմացիա կարողացա գտնել, որ ՀՀՇ-ի անդամ եք եղել, նույնիսկ վարչության անդամ եք եղել, պարոն Ազարյան, ոնց եղավ որ սկսեցիք զբաղվել քաղաքականությամբ։ Դե ես ասեցի ոնց եղավ։ Գնացի 88 թվականի փետրվարի 21-ին մտա մեջը ու տենց մնացի։ Քաղաքականություն, լրատվություն, լրագրություն, քաղաքականություն իմ մոտ միշտ խառնված ա եղել։ Իսկ ինչու դուրս եկաք ՀՀՇ-ից։ ՀՀՇ-ից դուրս չեկա, ՀՀՇ-ն արդեն դադարեց լինել որպես ՀՀՇ։ Ինքը մի պահից ինքը արդեն ուրիշ խնդիրներ դրվեց եւ այդպես իմ համար մարդկային բաներ կա։ Ես ինքս դուրս չեմ գալի, իրանք են դուրս գալի։ Հասկանում եք, արդեն այն էությունը բանը որ կար ինձ ինչին որ հավատում էիք, ինչին որ հավատում էի, ինչին ձգտում էի, դա փլվել էր։ Դա չկար ու մնալ միտեղ ես ու Արման Գալոյանը չէ։ Չէ, իսկական, Արման Գալոյանը ասենք որոշել է, որ ինքը եթե մտել է հայոց ոնց է, հայ ազգային կոնգրես, ուրեմն պիտի դուրս չգա։ Նույնիսկ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը արդեն տարօրինակ հայտարարություն։ Այսինքն դուք հիասթափվել եք, կարանք ասենք, որ դուք հիասթափվել եք 2008-ի շարժումը, որ ձախողվել էր դրա համար, թե ուրիշ։ Չէ, ես շարժումը ձախողվելու չեմ հիասթափվում, որովհետև շարժումը կարա եւ հաջողվի, կարող է ձախողվի։ Ես ավելի շուտ հիասթափվեցի մի քանի արտահայտություններից Լևոն Տեր-Պետրոսյանի, որը ոնց որ հետո կատ է որ ասեց Սերժ դու իմ ընկերն ես, ես քեզ խնդրում եմ, ասում եմ ոնց թե Սերժը իր ընկերն է, բա որ Սերժը իր ընկերն է, մենք ինչ ենք անում այստեղ։ Պարոն Ազարյան, բայց դուք որ այդպես ասում եք, այստեղ մի հատ ուրիշ հետաքրքիր բան կա։ Դուք հետո անդամակցում եք Վարդան Օսկանյանի կուսակցությանը, համախմբում կուսակցությանը։ Հիմնադիր անդամների ցուցակում գոնե կայք, հա, ուրեմն դա իմ կյանքի ամենամեծ թյուրիմացությունն ա եղել։ Ես տեսեք ասում եմ, ոչ այդ դրա համար չեմ փոշմանում, կյանքի փորձ է։ Բայց գիտեք, երբեք չի կարելի տենց հախուռն առանց քո սրտի ու մտքի գնաս միտեղ ինչա թե քո ընկերները ասում են լավ էլի արի մեր հետ, որովհետև դա այդպես լավ է։ Դա լավ չի լինում։ Դրա համար դա ունեցավ տենց ասենք կես ամսվա կյանք կամ չգիտեմ մի ամսվա կյանք։ Ու հետո ոչ թե խնդիրը Վարդան Օսկանյանն էր կամ չգիտեմ, այլ խնդիրը այն էր, որ դա կարճաժամկետ ինչ որ խնդիր լուծելու համար ստեղծված միավորում էր, որը չուներ հոգի, միտք, նպատակ։ Դրա համար դա այսինքն մինչև ընտրություններն արդեն հասկացել եք, որ այդ դաշինքը կամ համագործակցությունը դատապարտված է։ Այո, բայց ուղղակի տենց որ ասում էի թող ընտրությունները լինի նոր ամեն մեկս մեր ճանապարհով գնանք։ Պարոն Ազարյան, ըստ ձեզ այդքան ուղի եք անցել ու բավական պատասխանատու ուղի, ինչպիսին պետք է լինի քաղաքական գործչի կերպարը։ Առաջնահերթ էլի միջինացված քաղաքացու համար, որ քաղաքացին հավատա, սիրի, նվիրվի։ Տեսեք, առաջինը պիտի ինքը եթե քաղաքականությամբ զբաղվում մարդը իմ համոզմունքն է դա։ Իր համար թիվ 1-ը պետքա լինի իր երկիրն ու պետությունը։ Նոր անձնական, ընկերական, կլանային շահերը, եթե կլանի անդամ։ Եթե ինքը չի կարող դա հաղթալ, ինքը պետքա մի կողմ գնա։ Որովհետև եթե դու մտնում ես քաղաքականություն, դու ունես ենթադրվում է գաղափարներ, որ ուզում ես իրացնել Հայաստանի համար ու դառնաս մի լումա դնես քո երկրի համար։ Եվ ոչ թե դու ունես հսկայական փող, ասում ես այս Հայաստան լավ խոպան տեղ է, գանք իշխանությունը վերցնենք, որ մեր փողերը ավելի շատանա։ Ասենք դա նորմալ է, նորմալ չի, վատ է։ Եվ մեր այսօրվա խնդիրը նաև քաղաքականությամբ զբաղվում է, որ մարդկանց մեր սիրելի հայրենակիցներին բացատրենք, որ իրանք ճորտ չեն եւ չի կարող գալ ղեկավարը լինել ճորտատեր, որ ասում են, այս ինչը հարուստ է, տեսած է, ինքը չի թալանելու, ոչ սիրելի հայրենակիցներ, տես բան չկա, իրանք գալու են ավելի շատ թալանել։
ասացած որ նա քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները, որոնք ոչ թե մտնում են քաղաքականություն, որ այս պահի դրությամբ մի քանի կոպեկ փող տանեն տուն, այլ ուղղակի դա իրենց գործն է։ Փոփոխություններ են ուզում։ Իրենց գործն է, մարդկա կարող չի ուզում, դա էլ է, ասենք պահպանողական տեսակ, ասում է ես ամեն ինչ անում եմ, որ ոչ մի բան չփոխվի, որովհետև ճիշտը սա է, դա էլ է նորմալ, ասենք, կամ այս արժե համակարգերը չպետքա փոխվեն, ինչ արհեստական բանականություն մենք պետք է արգելենք Հայաստանում արհեստական բանականություն, դա էլ է նորմալ տեսակետ է, աննորմալը գիտեք որ նա որ գալիս են օտար երկրի շահեր են սպասարկում, բայց հանդես են գալիս որպես բաներ, փրկիչներ եւ ասում են Հայաստան ու Ադրբեջան դուք չեք կարա ինքնուրույն, դուք դեբիլ եք, դուք ո՞նց կարաք մենակ ինքնուրույն հասնեք խաղաղության, ձեզ պապայա պետք որ ասի չկռվեք կամ այ հիմա կռվեք, այ մեր ազգը պետք է հասկանա որ այդ մարդկանց պետք է ցույց տալ իրանց տեղը, ասել մի հատ բան կար, այդ ռուսերեն երգ կար, ասում է «Твой рейс Դուբայ, до свидания»։ Պետք է նստացնենք իրանց ռեյսերը ուղարկենք իրանց սիրելի երկրներ, Ռուսաստան, Կիպրոս, մեկինը Ֆրանսիան, մեկինը բարձվեց արդեն Իսրայելից են մարդ բերում։ Այս պետք է լրջանա։ Ես ձեզ հասկացա, մենք հեսա գանք նորից քաղաքականությանը, բայց գանք մի հատ նախասիրություններին, մեր հաղորդման երկրորդ հատվածին։ Պարոն Ազարյան, դուք քաղաքականության մեջ, քաղաքացիները ձեզ տեսնում են քաղաքականության մեջ, բայց քաղաքականությունից դուրս չեն տեսնում, պարոն Ազարյան, շատ հարգելի պատճառ կա, շատ տևական ընթացք, բայց դուք քաղաքականությունից դուրս, ձեզ քաղաքականությունից դուրս չեն ճանաչում։ Ինչ եք սիրում, ինչ նախասիրություններ ունեք, պարոն Ազարյան։ Ամեն ինչը սիրում եմ։ Ընկերական փոքր շրջապատում նստել եմ սիրում, բայց փոքր զրուցել ընկերների հետ, կիսվել, ֆուտբոլ եմ շատ սիրում, թե խաղալ, թե նայել, բայց այս պատերազմից հետո խաղալը չի ստացվում, նայելը ստացվում է։ Վիսկա Բարսա թե Հալա Մադրիդ։ Չէ, ես 1998 թվականից Ռեալի երկրպագու եմ, մի հետարքիր պատմության վերումով ու միջև հիմա Ռեալի երկրպագու եմ ու մի բան եմ նկատել, որ Ռեալի երկրպագուները առանձին բացառություններով մի տեսակի մարդիկ են, մի մտքի, մի աշխարհաքաղաքական կամ չգիտեմ ինչ փիլիսոփայությամբ։ Բարսելոնայի երկրպագուները դրանք թույլ մարդիկ են։ Հա, կյանքը ցույց է տալի, որ անկայուն, թույլ, շուտ ընկճվող ու բանը, պսպղուն գույներ սիրող մարդիկ։ Իսկ տունը կա ուրիշ չէր կարող լինել, 4 տարեկան էր Աբգարը, թե 5 ֆուտբոլ էինք նայում, չգիտեմ համազգեստի գույններ պատճառը թե ինչը, ասեց ես ուզում եմ որ իրանք հաղթեն, մենք ես ու Արմենակը Բարսելոնա, այսինքն։ Հա, ինքը ուզում էր Բարսելոնայի կողմ, ասում եմ Աբգարը երևի 5-6 չէր լինի, մենք իրան գցեցինք գորգի վրա ու մի լավ ծեծեցինք, որ ինքը հասկանա, որ այս տանը չի կարա ուրիշ կարծիք լինել, հետո Աբգարը դարձավ Ռեալի ամենալավ երկրպագուներից, բայց իհարկե առաջին հերթին Հայաստանի հավաքականի երկրպագու էր ու ֆան ակումբի անդամ։ Ես ինչքան նկատել եմ, որ բոլոր դեպքերում առաջնահերթ ձեր համար գոյություն ունի Հայաստանի հավաքական, հետո նոր մնացած ակումբները։ Իհարկե, միշտ ուշադիր նայում եք, պարոն Ազարյան, բաց չեք թողում Հայաստանի։ Միշտ նույնիսկ իմ համար ամենաողբերգական օրերին ես նայել եմ, ամենաողբերգական օրերին ու դարքիրա որ այդ ժամանակ տեսիլքով Աբգարը եկավ ու ինձ ոնց որ հուշեր, որ ես պետք է մնամ ֆուտբոլի մեջ, եկավ ինձ հետ ֆուտբոլից մի քանի բան ասեց, նույնիսկ ասեց, որ առաջիկայում մի երկու հետարքիր բան է լինելու մեր հավաքականի հետ կապված ու այդ օրն էր թե հաջորդ օրը Հայաստանը 2 խաղ անունդ մեջ հաղթեց բան Վրաստանի ու
Այն մյուս հավաքականը մոռացա ում հաղթեցին եւ առաջին տեղով ազգերի լիգայում խումբը ավարտեցին։ Եթե չեմ սխալվում, Չեռնոգորիան էր, ճիշտ է։ Ես չեմ ուզում հիմա պնդեմ, որովհետեւ իմ համար դա գիտեք ինչ փուլ ա եղել, որ ես շատ բաներ սենց մենք այդ ժամանակ Աբգարին փնտրում էինք դեռ։ Այդ օրերին Շատ ժամանակներ։ Հա, բայց ոնց որ մի խոսքով դա ծանր բան է, բայց Իսկ ո՞նց եք վերաբերվել Երիշե Մելիքյանի նշանակմանը։ Դրական եք վերաբերվում թե բացասական։ Ես Երիշե Մելիքյանին որպես մասնագետ շատ լավ եմ վերաբերվում, բայց ես այն ոգևորվածներին ասել եմ Երիշե Մելիքյանը ինչքան էլ լավ մարզիչ է, նյութ չունի որ ստեղծի այն թիմը, որին մենք բոլորը սպասում ենք։ Ցավոք սրտի, մենք եկել ենք այն փուլը, որ ունենք ամենաթույլ կազմով հավաքականը երբևիցե։ Ես այնքան եմ ֆուտբոլը սիրել, որ եղել է, որ Հայաստանի հավաքականի հետ գնացել եմ նույնիսկ Ուելս եմ հասել, որ խաղը նայեմ։ Երկրպագիկ։ Հա, ես շատ ուշադիր միշտ մենք հիմա ունենք ամենաթույլ կազմը։ Դա պատճառները գալիս է սրանից 20 տարի առաջ, երբ որ մեր մանկապատանեկան ֆուտբոլը ամենավատ վիճակում հայտնվեց։ Նույնն է շախմատը։ Դուք նաև շախմատի երկրպագու եք։ Այո, Պարոն Նազարյան, խաղում եք։ խաղում եմ։ Ամեն օր պարտադիր խաղում եմ 3 րոպեանոց։ Արագ շախմատ։ Արագ շախմատ, ինչի որ համ ժամանակն է, համ ես չեմ կամ եթե ես նույնիսկ ոչ արագ շախմատ եմ խաղում դասական, ես երկար չեմ մտածում։ Ես արագ եմ քայլ անում, որովհետև ինձ տհաճ է այդքան երկար նստալ մտածելը։ Ինձ հետաքրքիր է արագ։ Դե հաճախ ասում են շախմատ հենց մտածելուն է։ Մտածելու եմ, բայց դա էլ ես մտածում եմ, դու ես եկել եմ այն եզրահանգման, որ դու 10 ժամ մտածես, թե մի րոպե, իհարկե դեպքեր լինում է, որ դա այդպես չի, բայց հիմնական, եթե դու 10 ժամ մտածես, մեկը անելու ես այն քայլը, ինչ անում ես 10 վայրկյանի ընթացքում։ Պարոն Նազարյան, մի հատ հետաքրքիր դետալ էլ կա, որ դուք ֆիքսել եք, ասում եք ոչ սուրճ եք սիրում, ոչ խմել, եթե չեմ սխալվում, մի բան էլ եք բացառում։ Բայց եղել է գլխավոր խմբագիր։ Այո։ Չեն եղել, չգիտեմ, հումորներ դրա հետ կապված կամ ընկերները ցանկացել են, որ դուք խմեք կամ չգիտեմ, հայտնի հումորներ չկան ընկերների հետ։ Չէ, ընկերները գիտեն, որ ես այտենց բարի մարդ եմ, բայց խիստ մարդ եմ, ես այտենց բաներ իմ սենյակում խմբագրությունում ծխել չէր կարելի ու դա բացառված էր, ով ուզում է լինի։ Ես նույնիսկ բանին եմ հանել ծխելուց, Լևոն Տեր-Պետրոսյանն եմ իմ սենյակից հանել, երբ որ ուզում էր ծխի։ Խմբագրությունը։ Այո։ Ասել եմ, ես մեր մոտ չենք ծխում։ Նույնը վերաբերում է խմելուն։ Խմելուն ես իսկ ինչի մարդը պետք է խմի։ Ես իմ շատ ժամանակ մտածում եմ ինչ որ ձև ուրախանալու կամ թարմանալու համար։ Ուրեմն ես ցավոք սրտի եւ ուրախության պահերից բացի ունեցել եմ վշտի ամենաբարձր աստիճանը ու ես հասկացել եմ, որ երբեք չի կարելի վիշտը ոգելից խմիչքներով սպանել։ Շատ լավ։ Չի կարելի։ Գիտեք ումա պետք խմել։ Ովքեր չեն կարողանում ուրախանալ ու տխրել։ Ես բնական վիճակից ես կարող եմ եւ ուրախանալ եւ տխրել։ Ես առանց հարբելու կարող եմ ընկերներիս հետ լավ ուրախանալ եւ առանց խմելու կարող եմ իմ վշտի հետ ապրել։ Գանք ներկա քաղաքական իրադարձություններին, պարոն Նազարյան, դուք դեռ չեք հայտարարել ազգային ժողովի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու կամ ինչ-որ ուժի հետ համագործակցության մասին, բայց սպասվում է այդպիսի բան, պարոն Նազարյան, կարող ենք մենք անակնկալներ տեսնել խորհրդարանական ընտրություններին։ Անակնկալներ միշտ էլ կարող են լինել, որովհետև ընտրությունները դա անակնկալներով լեցուն իրավիճակ է, բայց ես կուզեի, որ այս ընտրություններում մեր ժողովուրդը ցույց տա, որ ինքը սիրում է իր պետությունը, սիրում է անկախությունը եւ ոչ է ասում բոլոր նրանց, ովքեր երազում են, որ Հայաստանը լինի այս կամ այն կերպ, ինչ որ մեկի հողաթափերը։
Պարոն Ազյան, դուք կոնկրետ ժամանակը չեմ կարող հիշել, բայց եթե չեմ սխալվում, մի տարի մի քիչ ավել ժամանակ առաջ դուրս եկաք Հայաստան խմբակցությունից, խոսակցություն ունեցել եք եւ ինչ որ մանրամասներ կպատմեք 24 թվականի նոյեմբերին 24 թվականի նոյեմբերին խոսակցություն ունեցել եք խմբակցության հետ եւ ամենակարևորը Ռոբերտ Քոչարյանի հետ խոսակցություն ունեցել եք։ Իհարկե զրուցել եմ եւ խմբակցության ընկերների հետ եւ Ռոբերտ Քոչարյանի հետ եւ որոշել ենք խաղաղությամբ բաժանվել մնալով լավ ջերմ ընկերներ։ Դուք մի առիթով ասել եք, որ Ռոբերտ Քոչարյանը մի առիթով չէ, էլի տեղեր եմ նկատել, պարոն Ազյան, պետական գործիչ է, շարունակում եք մնալ այն համոզմունքին։ Ռոբերտ Քոչարյանը եզակի տաղանդով օժտված մարդ է, անկախ նայած դուք իր քաղաքական հայացքները կամ տեսլականը կիսում եք թե չէ, բայց ինքը եթե ես ձեզ ասեմ անկեղծ, եթե Հայաստան խմբակցությունը աներ այնպես ինչպես ասում էր Ռոբերտ Քոչարյանը, Հայաստան խմբակցությունը շատ ավելի բարձր վարկանիշ կունենար եւ շատ ավելի արդյունավետ աշխատանքով կզբաղվեր։ Ցավոք սրտի միշտ չէ որ լսում էին Ռոբերտ Քոչարյանին։ Ռոբերտ Քոչարյանի հետ կարելի է վիճել, քննարկել, օրինակ Հայաստանը պետք է լինի Ռուսաստան-Բելարուս միութենական պետության կազմում թե չէ, բայց Ռոբերտ Քոչարյանը ինքը բնատուր օժտված մարդ է, ինքը լավ կառավարիչ է, ինքը կարողանում է լավ կառավարել։ Ամեն դեպքում ես այդ համոզմունքին եմ ու ինքը լուրջ մարդ է։ Կարող եք ասել, որ դուք մտածում եք հիմա իրանք սխալ ճանապարհով են գնում։ Ես իրանք ի վերջո ցավոք սրտի գնում են ոչ այն ճանապարհով, որով պետք է գնային։ Պարոն Ազյան, ես ուզում եմ ձեր խոսքը ցիտել 2020 թվականի պատերազմի մասին։ Դուք ասում եք, ես իմ հանձնաժողովը ստեղծել եմ, այն վաղուց իր աշխատանքներն ավարտել է, ես ամեն ինչ գիտեմ, շատ բաներ գիտեմ։ Ինչ եզրակացության է եկել ձեր հանձնաժողովը, պարոն Ազյան։ Լսեք, ես ինքս ինձ որոշել եմ, որ այն ինչ որ ես գիտեմ, գոնե հիմա եւ մոտ ապագայում, ես դրա մասին անիմաստ խոսելը, որտեղ ավելացնելու եմ վիշտ ողբերգություն հերոսների ընտանիքներում, որոնք զոհվել են։ Ես դրանով ոչինչ չեմ տալու մեր պետությանը, մեր հասարակությանը, միայն հարցեր, այս պահին ոչ հասարակությունը, ոչ բոլորը պատրաստ չեն լսել այդ ամեն ինչ։ Դա հետո կթողեմ ես այն սերունդին, որ գալու է, որ արդեն անկողմնակալ ձևով ուզենան հասկանան ինչ ա եղել։ Բայց ես ունեմ մի խնդիր ու ես ուզում եմ, որ դա բոլորը իմանան, որ չար մարդիկ չեն դադարել իրենց սև գործը, իրանք դա արեցին, հիմա էլ ուզում են դա շարունակեն այսպես, իրանց հիմնական բանը որն էր, գիտեք, մենք կգտնենք այն մեկին, որի վրա կգցենք ամբողջ պատասխանատվությունը, եւ այդ մեկը շատ հարմար կերպարը դա Նիկոլ Փաշինյանն է։ Այ ես թույլ չեմ տա որևէ մեկին եւ ամեն ինչ անելու եմ, որ մարդիկ տեսնեն իրականությունը ու ասեն, որ ասում են բանը, դե որ հիմա գիտեք, ցավոք սրտի անցել է 5 տարի, մտածում են արդեն նոր սերունդ ա եկել, որոնք փոքր են եղել, այն ժամանակ բան չեն հասկացել, հիմա իրանց կարանք խափենք, հասարակության մի մասին կարանք խափենք, եկեք ասենք, որ այ գիտեք, եթե 20 թվականի սեպտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանի փոխարեն սրանքը էսլներ եկավ, բան մենք կհաղթեինք ինչ Ադրբեջան ինչ բան։ Էլի սկսում են սուտ խոսալը։ Այն ստի պատճառով, այն կեղծիքի պատճառով, որ մեր երկիրը հասավ է աղետին, դարավ։ Իսկ ինչ տեսեք հետարքիր բան։ Ասում է, եկեք ասենք բանը Նիկոլը Դավաճանն է։ Հա, Նիկոլ Դավաճան։ Ասում է ընկերներ Ես այդ ասում եմ մի հատ թղթի վրա գրեք դե Նիկոլը ինչի է Դավաճան ինչ որ քայլի համար է Դավաճան ինչի համար է Դավաճան դա ասել եք նաև ամենաէմոցիոնալ этаպում պարոն Ազյան չէ ոնց կարող է ես դա ամենաէմոցիոնալ этаպում ասել ամենաէմոցիոնալ этаպում ես իմ
եղբայր, իմ ընկեր, իմ հարազատ Նիկոլից ես բացատրություն եի պահանջում։ Ես ոչ ինֆորմացիայի եմ տիրապետել, որ հասկանամ ինչ է, ես բնական ու ճիշտ պահանջով երկրի թիվ 1 այդ ժամանակվա պաշտոնյա իմ ընկեր Նիկոլից ասում էի, «Էս ինչ եք արել, էս ինչ ես արել»։ Ու միջև վերջերս էլ մեր հերակա բանավեճը ազգային ժողով կամ սենց մամուլով ես համոզմունք էի հայտնում, որ Նիկոլ Փաշինյանը ուներ բոլոր հնարավորությունները թույլ չտար, որ լինի պատերազմ։ Ինքը այլ կարծիքի է եւ այդ կարծիքն էլ իրավունք ունի գոյության, որովհետեւ ես միջև վերջ հիմա համոզված չեմ Նիկոլ Փաշինյանը, եթե միջև սեպտեմբերի 27-ը փորձեր խաղաղ ճանապարհով լուծել էր հարցը, ինչ հետևանքներ դա կբերեր երկրի ներսում։ Ինչ կլիներ, հասարակությունը որ մասը կտրվեր այդ չարուժերի խաղերին, որ մասը կհասկանար ինչ է պատահում։ Ինքներդ ձեր կարծիքը գիտեք այդ շրջանի վերաբերյալ, օրինակ որ ձեզ ասեին, դուք համաձայն կլինեք, երկու հայտնի թեզ կա, էլի ոչ մի թիզական, չէ։ Ես նաև ունեցել ենք ես նույն գաղափարը կիսող մարդիկ այն ժամանակ ցավ ու սրտի մենք քիչ էինք եւ մենք էլ նես խոսում ենք, մենք հասկանում ենք, որ այս խնդիրը լուծում է պահանջում ու շատ լուրջ զիջումներ է պահանջում։ Բայց մենք նաև հասկանում ենք, որ հասարակությունը այդ ընկալումը չունի եւ չի կարող ունենա եւ ես նույնը նա տեսեք Նիկոլ Փաշինյանից պահանջում եմ, որ ինքը դա պիտի աներ, բայց ես անկեղծ վստահ չեմ, եթե նա իրոք ուզենար դա աներ, հասարակությունը ինչ ռեակցիա կտար, ինչ կլներ, որովհետև ես հիշում եմ, որ այն ժամանակ դե Facebook բան չկար այլ միջոցները, երբ որ 97 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը գրեց պատերազմ թե խաղաղություն լրջանալու պահոդվածը, կինոյի տանը մտավորականները հավաքվեցին ու ասեցին այ, դա դավաճանական մոտեցում է։ Պարզվում է, դա դավաճանական մոտեցում է, երբ որ մարդը ասում է եկեք խելքներս, գլուխներս հավաքենք մի բան տենանք ինչ ենք անում, բայց 18 տարեկան երեխեքին առանձնագից մղելը ու դնել ամենածանր պայմաններում դա դավաճան, դա հայրենասիրություն է, հա։ Այս մարդիկ, այս տեսակը պետք է վերանա։ Այն որ ասում է, կեցե գաղափարը չէ, ասում է, մի բան կա էլի, որ ասում է ոչինչ դա չհասանք, կարևոր է այս ընթացքն էր, ուրախացանք բան իրար հետ։ Մենք պետք է լրջանանք ու այն մարդիկ էլ քաղաքական դաշտից, հասարակական դաշտից վերանան, ովքեր ասում են դե ոչինչ, որ մեր արածների կամ ասածների պատճառով հերթական կորուստներն ու զոհերը ունենանք, դե խո իմ բանկային հաշիվը չի պակասելու, իմ տան անդամները հո չեն զոհվելու, ուրիշներն են զոհվելու։ Այս տեսակից մենք պետք է ազատվենք։ Ես ուզում եմ մեր հայրենակիցներին հիմա հարց տամ, որտեղ էին Սամվել Կարապետյանը, նրա եղբայրը, նրա եղբոր որդին, նրա որդիները 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9, որն էր մարտի դաշտում, բոլորն էլ առողջ տղաներ էին, խիչ էին զենքը ձեռին առաջին գծում կանգնած, թող նայեն իմ աչքերին ու ասեն ինչու։ Ու այսքանից հետո մի հատ էլ եկել են ուզում են Հայաստանում բան անեն, այդ ինչա իշխանություն վերցնեն, ինչի այս ժողովրդին ինչի տեղ եք դրել։ Գեգամ Նազարյանը ձեզ թույլ կտա, ես ցավում եմ, որ իրանցից մի քանիսը հայտնվելու են խորհրդանում, դա մեծագույն վիրավորանք է։ Մեծագույն վիրավորանք է, եթե նույնիսկ այդ դաշինքից երկու հոգի հայտնվի խորհրդանում։ Դուք եք կարծում, որ նրանք լինելու են բայց այսքան փող են ծախսում, իշխանությունները ոչ մի բան չեն անում, այդ անօրինականությունը կանխելու։ Հսկայական փողեր են ծախսում։ Մարդկանց արդեն փողեր են խոստանում, ու դրա դեմը ոչ մեկ չի առնում։ Բա դա հանցագործություն չի։ Պարոն Նազարյան, մենք մոտենում ենք խորհրդարանական ընտրություններին, շատերը ում հետ աշխատել եք եւ շատերը ում հետ չեք աշխատել, ձեզ տեսնում են, որ կարող եք իշխանության հետ համագործակցել եւ դրա մասին հայտարարել։ Կարանք սպասենք նման զարգացում, թե չեն կարող։ Ես այդ մասին հիմա չեմ խոսում, չեմ էլ խոսում, կգա պահը ինչ որ բան կպարզվի։ Ես
ծառայում եմ իմ երկրին, իմ պետությանը, ես ուրիշ անելիք չունեմ, ես իմ կյանքը դրել եմ այս պետությանը, պարզ եմ ասում, ինձանից ինչ հասնում է, ես այս երկրի անկախությունը, ամրապնդեմ, ժողովրդի անվտանգությունը ապահովեմ, ես դա անելու եմ, ես պոպուլիստ չեմ, ես չեմ կարա սուտ բաներ խոսամ, ես հիմա այս ձեզ հետ զրույցում ասեմ, գիտեք ինչ արշնորհ բան են անում, վերցնում են իմ ելույթը կամ հարցազրույցները, որը ես տվել եմ 20 թվականի վերջին կամ 21 թվականի սկզբներին ու ասում են, արա ասում են, ու վիրավորական դու սենց բան ես ասել, հիմա ոնց ես դու ուրիշ բան ասում, սենց բանն էլ, որ ասում էի բանը, Նիկոլ, դու բան արեցիր, պատերազմ բերեցիր, երեխեքին ես զոհվեցին, դու պատասխանատու ես, եւ այլն, ես արել եմ դա, ճիշտ եմ արել, բա ինչ պիտի անի որդի փնտրող, 18 տարեկան դպրոցի սեղանից, պատերազմ գնացած, տղայի ծնողը, ինչ պիտի անի, ումից պիտի պահանջեր դա, Պողոս Գալստյանից, թե Խորեն Հովհաննիսյանից, պարզա չէ Նիկոլից պետք է, մանավանդ է Նիկոլի հետ ասենք մի առանձնակի հարաբերություններ ենք մենք ունեցել, ես ասենք եթե բանի, ասենք մի հատ ծնող կա, որ այսօր խիստ ընդդիմադիր է խաղում, ինձ մեկը իր գրառումը ցույց տվեց, տղեն զոհվել էր, գրել էր շնորհակալություն եմ հայտնում պետությանը, որ սենց այսպիսի, բան ոնց կարա որդու կորստի լուրը լսող մարդը ասի շնորհակալ եմ, բան ինձ համար մեծ պատիվ էր, բան որ տղեն զոհվեց, բան, դե լավ էլի, ասենք ես հետո այդ մասին կամ կգրեմ, կամ կանեմ, ես ինչ արել եմ ըստ անհրաժեշտության, դա ճիշտ եմ արել, որ արել եմ, բայց հետո եթե դու կարդում ես, տեսնում ես, ուսումնասիրում ես ու տեսնում ես, որ այս ողբերգության հիմքերը դրվել են այսինչ թվականին, այսինչ քայլերով, ու այդ մարդիկ փոխանակ այսօր ամոթից տնից դուրս չգան, դե մի բան էլ sense խոսում են, մենք տղա էինք, պահեցինք, լավ ամոթ է, տղա էինք, պահեցինք, բա մի հատ էլ տղա ալնեիր, պահեիր իշխանությունը, որ ըստ ձեզ բան եք անում, չէ, սենց հա, չէ, ըստ ձեզ, եթե Նիկոլը չգար, մենք պահում ենք, բա մնայիք պահեիք, բա երկրի, ասմա, բավոր հանկարծ ցույցերին բաներ ալնեին, տղա էիք, առանց խնդիրների լուծեիք այդ հարցը, չի կարելի այսպես ծաղրել ժողովրդին, իրանց տան սահմաններն ու պարիսպներըդ նայես, իրանց խոսալուն նայես, նախագահի աշխատակվարձը ինչքան է եղել, չեմ ֆիքսել, բայց կարծեմ 300,000, 400,000, ասեք 400,000 դրամ ստացող մարդը, այդ կարողությունը որտեղից դիզեց, չէ մարդիկ կան, չէ որ ես այնքան վիրավորված եմ, ինձ խաբելու համար, ես մտածել եմ պետության ղեկավարը, ես իրան հարգում եմ, չեմ հարգում, կիսում եմ տեսակետները, չեմ կիսում, բայց ինքը մտածում է առաջին հերթին պետության անվտանգության մասին եւ պետությանը ամեն ինչ անելու, բայց ոչ թե մտածել եմ, ասում եմ, դե ոնց խաբենք մի տարի կառավարենք, ոնց այս հարցը շրջանցենք 2 տարի կառավարենք, չի կարելի այդպես անել։ Հիմա գանք ինչ եղավ 22 թվականի Ջերմուկի ու Վարդենիսի մարտական գործողությունները, պատերազմական գործողություն, որից հետո Հայաստանի ղեկավարությունը վարում է այն արտաքին քաղաքականությունը, որ պետքա վարի։ Այսինքն ճիշտ ուղղությամբ են գնում։ Այո, ասում եմ, այդ դրանից սկսած։ Ես ցավում եմ, որ դրանից առաջ, բայց կարող է դա մենք օբյեկտիվորեն չէին կարող այդպես անել, բայց ես կուզեի, որ այդպես աներ։ Ամեն դեպքում հիմա ես ոնց գնամ կանգնեմ այն մարդկանց կողքը, ովքեր երազում էին, որ երբ Ադրբեջանը նորից հարձակվելու Հայաստանի վրա, կամ ոնց ես կանգնեմ այն մարդու կողքը, որը քարտեզներ է նկարում, որտեղ Հայաստանը ծվենա արած, ասեն, այսա ձեր բան, էսա մնալու, եթե մի բան, չէ, ընկերներ, լավ էլի, կամ որ ասում են, սրանք ով են եղել,
բան են, բոմժ են եղել, բոմժ ասելով նկատի ունեն, որ աղքատ են եղել։ Հա ես էլ եմ աղքատ։ Դուք էլ հարուստ եք։ Ես եմ լավը, թե դուք եք լավը, այ վախկոտներ։ Հայաստանից փախածներ։ Բանը, ես ի վերջո, ես լրագրողներին կոչ եմ անում։ Անկեղծ էլի ամեն ինչից վեր գտնվեն։ Այդքան որ ասում են ազգային բարերար, բան, մի հատ հարցնեն, Հայաստանից որ գնում էիք, քանի դրամ փող կար ձեր ձեռքին, երբ որ 93 թե 94 թվին, չգիտեմ որ թվին են գնացել։ Քանի դրամով եք դուք Հայաստանից գնացել, քանի դրամ աշխատավարձ էիք ստանում այն գործարանում, որտեղ գրանցված աշխատում էիք, տեսնենք այդ փողը ձեզ որտեղից։ Այդ թե գնացիք Ռուսաստան, գետնին գցած էր ինչ-որ փողեր, վերցրեցիք ու այդ բաները դառել, չի կարելի, երբ որ մարդը գալիս է մտկով, նպատակով, որ Հայաստանում իշխանություն վերցնի, ինքը ամենահարցին պետքա պատասխանի։ Ինքը ցանկացած հարցին պետքա եւ այդքան որ մեզ ասում են մենք ինչ որտեղ Վանաձորում ինչ որ հիվանդանոց են սարքել, ասում սարքել ենք, կրկես ենք սարքել։ Ես խնդրում եմ, թող գան ապամոնտաժեն այդ հիվանդանոցը, կրկեսն է, թող տանեն Կալուգայում դնեն ու այդքան անթակ չասեն ու մարդկանց էլ չխաբեն, որ քանի օր հետո Սամվել Կարապետյանը դառնալու է Հայաստանի վարչապետ, խեք խաբում։ Սամվել Կարապետյանը նույնիսկ լավ ամենամեծ ցանկության դեպքում չի կարող վարչապետ դառնալ։ Եթե նույնիսկ ժողովուրդը ուզենա, որ ինքը վարչապետ, ինքը չի կարող վարչապետ դառնալ, որովհետև նա Կիպրոսի ու Ռուսաստանի քաղաքացի է, չի կարող նա վարչապետ դառնալ։ Պարոն Ազնավյան, ամփոփմանը մենք կտեսնենք ձեզ, այսինքն այսպես հարցը ձևակերպեմ, եթե ձեր քաղաքական համագործակցությունը չստացվի ինչ-որ քաղաքական ուժերի հետ, դուք կթողնեք քաղաքականությունը, թե չէ։ Դուք ակնկալում եք, որ ես արձագանքեք Հայաստանի քաղաքական։ Չէ, ես անկախ նրանից խորհրդանում լինեմ, կառավարությունում լինեմ, մեր գյուղի այգում լինեմ, չգիտեմ, միտեղ լինեմ, եթե ես չեմ կարող քաղաքականությունից դուրս լինել, ես այստեղ եմ, մնալու եմ եւ շատ լուրջ հսկելու եմ, որ բանը մեր ժողովրդին չխաբեն։ Իմ դերը հիմնական ես sense եմ տեսնում, որ մինչեւ հունիսի 7-ը ես ամեն ինչ անելու եմ, որ որևէ ուժ, ինչքան էլ որ շատ փող ունենա, ինչքան էլ որ շատ լրատվամիջոցներ ունենա, չխաբեն մեր ժողովրդին։ Եվ մեր ժողովրդին է մենք կոչ անենք, որ հանկարծ փողից դրդված ակնկալիքից հանկարծ որևէ մեկին չընտրեն։ Դա ամենամեծ մեղքերից մեկն է։ Շնորհակալություն, պարոն Ազնավյան, մենք բլից հարցեր ունենք, 10 հատ բլից հարց ունենք։ Ես ձեզ կհարցնեմ, դուք կտաք կարճ պատասխաններ։ Առավելագույնը մի նախադասությամբ, լավ, այսպես ձևակերպենք։ Իշխանությունն է փոխում մարդուն, թե պարզապես բացահայտում է նրա տեսակը։ Բացահայտում է, փողն էլ, իշխանությունն էլ։ Քաղաքականության մեջ ընկերներ լինում են, թե միայն ժամանակավոր դաշնակիցներ։ Ընկերներ լինում են, բայց դա քաղաքականությանը չի վերաբերվում։ Ով է ձեր ամենահարգված իշխանական գործիչը եւ ամենահարգված ընդդիմախոսը, ընդդիմադիր գործիչը։ Հարցը չհասկացա։ Ով է ձեր ամենահարգված Իմ կողմից ամենահարգված իշխանական գործիչը եւ ամենահարգված ընդդիմադիր գործիչը, որը հիմա ամենահարգված ընդդիմադիր գործիչին այս բանից շատ արագ բլից հարցումով ասում եմ Գառնիկ Դանելյանը, իսկ իշխանություններից ամենահարգված այս բանին արագ պատասխանով ասում եմ, որ Վահե Ղալումյանը։ Լինել պատմության մեջ ճիշտ, թե այսօրվա մեջ հաղթող։ Պատմության մեջ ճիշտ։ Լինել սիրված, թե լինել հարգված։ Սիրված եւ հարգված։ Երկուսն են։ Այո։ Ազատություն, թե անվտանգություն։ Ազատություն։ Երբևէ օգտագործել եք ձեր պաշտոնական դիրքը անձնական հարցեր լուծելու։ Այո։ Երբևէ ստել եք հանուն բարձր նպատակի։ Այո։ Անձնական մաքրություն, թե քաղաքական արդյունք։ Անձնական մաքրություն։ Մեկ նախադասություն, պարոն Նազարյան, առանց ֆիլտրի ուղերձ ժողովրդին մեկ նախադասություն, եթե կուզեք կամ Հայաստանը մեր տունն է եւ նույնիսկ ձեր բնականից ավելի թանկ է։ Դուք հասկացեք, եթե լինի Հայաստանը, ձեր տունը ավելի լավ կլինի։ Եթե ուժեղ լինի Հայաստանը, դուք ավելի շատ ուժեղ կլինեք, ավելի լավը կլինեք, այնպես որ եկեք ամեն ինչ անենք մեր պետությունը, մեր անկախությունը
ամուր պահելու համար։ Շնորհակալություն պարոն Նազարյան, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Այսօր մեր հյուրն էր ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Գեգամ Նազարյանը։ Շնորհակալություն։